Խաղաղություն ձեզ։ Աստված ձեզ պահի։ Աստված օրհնի ձեզ, որպեսզի չարը չազդի ձեր մտքերի վրա, այս կոմենկոն որ տանի ուշադիր լսեք։ Իրականության մեջ Աստված իր խոսքով չի ասում, մինչև Տիրոջ գալուստը պետք է դուք սովորեք, չէ՞։ Ասում ինչքան որ տեսնում եք մոտեցող օրը, այդքան ավելի շատ հավաքվեք։ Աստված ձեզ պահի, որ ձեր ժամանակը շատ լինի Տիրոջը տրամադրելու համար, նաև տերունական ընթրիքը չէ, որ փրկության միտքը ունի, խորհուրդն է, ասում այնքան արեք, մինչև ինքը գա, այսինքն վերջ չունի, հաշված չի, քան անգամ անես ու ասես բավարար ավարտեցի, չէ։ Ավարտել չկա, մինչև Տերը չգա։ Նաև գրված է, չէ, Տերը իր եկեղեցին ինչի համար է պատրաստում, ոչ թե ուրիշներին շատ փրկվածներ կնեն։ Ասենք օրինակ ասում շատերը մանուկներ, երկինքի արքայությունը իրանցն է։ Մարդիկ անգամ անհավատի երեխան, Տերը չասեց հավատացյալների երեխաները միայն, մանուկներին, որ Տերը գիտեք, գիտության մեղքերը ներում է և նա գիտությամբ չեն մեղանչել և Տերը իր շնորհքով ներում է, մեղքը մնում է մեղք, ուզում է գիտությամբ լինի, տգիտությամբ լինի, բայց Տերը տգիտության մեղքերը ներում է և փրկում է։ Ուրեմն տարբեր խմբի մարդիկ կան, որ երկնքում կլինեն, որտեղ կան պետություններ, իշխանություններ, տերություններ և այլ կառույցներ երկնքում շատ, այն է շատ, բայց միայն եկեղեցու համար է գրված, որ եկեղեցին պետք է Աստծո իրավունքներն ու արդարությունը, Աստծո գործերը ուսուցանի երկնքում եղող իշխանություններին ու պետություններին և այլ համակարգերին, ոչ թե ամեն փրկված, նրանք փրկված են, բայց եկեղեցու ձեռով նորից այնտեղ ուսուցում պետք է գնա, այդ պետությունների մեջ, թագավորներին, իրենց կառույցներին, ամբողջ ժողովրդին, երկնքին։ Դրա համար Տերը եկեղեցին է ընտրել որպես ուսուցողական խումբ, որպեսզի ուսուցանեն Աստծո ճշմարտությունները։ Սակայն Տերը այստեղ կրթում է, մեզ կրթում է, հավատացեք ամեն բացակայություն իր ազդեցությունը ունի։ Ես չեմ ասում կազդի փրկության վրա, բայց հենց երկինքում մեր դիրքը ունենալու համար կրթությունից շատ է կախված։ Ով ինչքան իհարկե արդարությունը, սրբությունը իր տեղ ունի, բայց նաև կրթությունն էլ է գումարվում, որպեսզի մարդ իր հատուկ դիրքը ունենա երկնքում, ինչքան ասենց մարդկային լեզվով ասենք, ինչքան բարձր դիրքի կնստի, ինչքան ավելի ասենց որ ասա պահանջված դիրքի կնստի եւ այլ։ Թեև նաև մեր կրթությունը կապ ունի այո հենց այս երկրի վրա, մեր ապրելաձևի վրա է ազդում, ասենք ապրելակերպի եւ փրկությունը պինդ բռնելու վրա, որովհետեւ մարդը հնարավոր է կիսատ կրթված լինի, չարը այդ ժամանակ արդից օգտվի ու այս մարդու մտքի հետ խաղա եւ երկմտության մեջ գցի, կասկածի մեջ գցի, հանկարծ մեկը տեսնես այդ մարդը փրկություն չունեցավ։ Օրինակ, երբ որ մենք ասում ենք Աստված արդարացնում է, չէ՞։ Աստված արդարացնում է, այո։ Ինչու է արդարացնում։ Որպեսզի փրկի։ Երբ որ մարդուն արդարացնում է, հավատացեք, արդարությունը վերստին ծննդից ավելի առաջ է կանգնած։ Որտեւ եթե մարդը արդարացված չլինի, սրբված չլինի, վերստին ծնունդ չի ունենա։ Հիմա դա ժամանակի մեջ ինչ ժամանակի չափ է, Աստված գիտի, մենք չգիտենք։ Թեկուզ
վարքյաններ լինի, րոպե լինի, ժամ ու օրեր լինեն, միևնույն է, վեստին ծնվածը սրբված պիտի լինի, ասում է Աստված սրբեց նրանց սրտերը հավատքով, չէ՞, Պետրոսը խոսեց Կորնելիոսի ընտանիքի համար եւ իր բարեկամների համար, ասում է հավատքով սրբեց նրանց սրտերը եւ ինչ արեց նոր այն մյուս օրհնությունները տվեց, անգամ Սուրբ Հոգով մկրտեց, այսինքն հավատք, սրբություն, արդարություն, վերստին ծնունդ, հոգու մկրտություն եւ այսինքն հիմքը, որ Աստված դնում է առաջինը մեղքերի թողություն, մեղքերի թողությունով արդարություն։ Արդարությունը Աստծո շատ կարևոր հարց է։ Եթե մենք սովորած չենք Տիրոջ ճանապարհը, վտանգ կա։ Ինչու՞։ Մարդը պետք է հավատա, որ փրկվի։ Հավատալը միայն սա չի, շատերը խաբված են այդ կիսատ չարը խաբել է, որ հավատում ենք Տերը մեզ համար եկել, այո, նայած մարդու վիճակից ու դիրքի, ասենք հասկացողությունից Աստված մանուկներին էլ տարբեր կարգի կրթված մարդկանց էլ է փրկում։ Տերը կրթության եւ կրթվածի անկրթի մեջ տարբերություն չի դնում։ Սակայն ուշադրություն դարձրեք, մարդը պետք է կրթվի, Աստված սա է ասել, գնացեք, բոլոր աշխարհ աշակերտեցեք ու շարունակության հետևանքը մկրտեք, Հոր Որդու եւ Սուրբ Հոգուանով եւ նորից ուսուցանեք։ Ասենք Տիրոջ դրած կարգը միշտ ուսուցանվել։ Տեղը այդ իմաստուն Աստվածը հավիտենական Տերն ու հավիտենական գիտություն ամենա վեր գիտություն ունեցողը զուր տեղ այս կարգը չի դնի, զուր զբաղմունք։ Մենք ճանաչենք, նայենք, ով է ասում խոսքը, հենց դրանից կախված է մեր ուշադրությունը, թե ով է այդ խոսքը տվել։ Եթե Տերն է, ուրեմն դա կարևոր է, նշանակում է մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Եվ չար ինչ է մոտենում, որ ասեցի միայն սրանով չի փրկությունը, Տերը մի տեղ ասեց, Մարկոսի 11-ում էլ ասեց, ասենք մարդը պետք է հավատքով աղոթք անի, ճիշտ է, ստանալու համար։ Հավատա, որ ինչ որ խնդրում է, Աստված կտա։ Հետո աղոթեց էլ, հավատա ինչ որ խնդրել է, Աստված կտա, տեսնում եք, փուլերը։ Մինչև աղոթք անելը պետք է հավատք ունենա եւ աղոթի, հավատքից ու աղոթքից հետո նորից պետք է հավատա, ինչ որ խնդրել է Տերը կտա։ Մի երկմտի, ասում եմ, երկմիտ մարդ թող չէ, հավատացիր, խնդրեցիր, հետո երկմտեցիր չես ստանա։ Դա պետք է պահես քո հավատքը։ Բայց սատանան ինչ է անում մարդկանց մտքի հետ խաղում է, քո արդարության վրա հենց։ Միշտ ինքը ուզում է քո սրտում մեղադրանք լինի, ինքնա մեղադրում։ Երկու չարիք կա արդարության հետ կապված։ Մեկ որ մարդը մեղավոր է, իր մեղքը չի տեսնում, իրեն արդար է կարծում, սուտ տեղը, առանց իրավական հիմքերի, առանց ավետարանի խոսքի։ Ես արդար եմ, կողից նայում են, 1000 մեղք ունի։ Հարատևում է անգամ մեղքի մեջ, բայց իբր թե ուժը հավատացել է, ես չեմ կասկածում, Տեր ինձ ներել է։ Ոչ Տերը կասի հեռու գնա ինձանից անօրություն գործող, բայց մյուս վտանգը ինչ է, որ մարդը իրոք արդար է, բայց սատանան նախ մեղավորին համոզում է, քանի ես մեղավոր էի, սատանան իր ժողովրդի միջոցով ինձ ասում է, դու քո նման մարդ ինչ արե, դու խեշ մարդ, հələ գնայի մեղավորն է, դու ինչ ես արել, որ գնաս ես մեղքերի թողություն ստանալու։ Կամ էլ ես մատ կծելով, որ հավատացան ուզում են ապաշխարել, հա, դու ես մեղավոր, մեղքեր ունես, նենց են խոսում, որ դու աման չես ասես, չէ, բայց ինչ ես գնում հավատքի, ուզում ես մեղքերի թողություն ստանաս, այդ ինչ ես արել, որ մարդը աման չի, միշտ մեղավորին ինքը արդար տեսք է տալիս,
ասիկ խավարին լույս է ասում, որպեսզի մարդը չգնա արդարանա։ Բայց մյուս վտանգը սա է, որ արդարացվածին, մաքրվածին ասում է, չէ, հələ դու արդար, ինք հակառակորդա, չէ կոչվում սատանան։ Մեղավորին արդար ասում, արդարին մեղավոր ասում։ Հիմա երկու վտանգ կա մեր չկրթվելու մեջ։ Մեկ, որ մենք մեղքի մեջ ապրենք, մեղավոր լինենք, չիմանանք Աստծո արդարությունը, ու մեզի արդար համարի, մենք էլ համաձայնենք ամեն ասենք այդ չարին, մեկ էլ որ արդարանում ես անդադ քո խղճի մեջ կա, տեսնես քույր եղբայրներ են գալ մոտենում, ասենք օրինակ մոտենում են, եղբայր ջան, ես շատ շուտ եմ մեղք գործել, անհավատ ժամանակ ինչ-որ մեղք եմ գործել, խոստովանել եմ, ասել եմ Տիրոջը, բայց անդադ խիղճս դրա վրա տանջում են, չեմ հավատում թողության, ամեն ինչի մոտ կարգին եմ, բայց մի հատ հարց կա, այդ հարցում, եթե քո սիրտը քեզ հանդիմանում է, այդ սրտով դու չես մտնի երկինք, դրա համար Տերը աշխատում է, որ քեզ խաղաղություն տա, որ դու խշմտանք չունենաս, Տերը ոչ թե միայն իր համար է ասում, բոլորիս համար ասում, ահա գալիս է այս աշխարհի իշխանը եւ ինձանում ոչինչ չունի, եթե գալիս է հափշտակության օրը ինձանում բան ունի, իր սուտը ունի դրած, որի համար ես երկմտում եմ իմ արդարության, չեք բերկվի։ Սա շատ կարևոր հարց է։ Ես չեմ ասում, Տերը հնարավոր է եւ կանի էլ շատերի հանդեպ։ Հենց այդ պահին Տերը կատարյալ խաղաղություն կտա, որ ինքը հափշտակվի, հափշտակությունից առաջ, կամ մահվանից առաջ, որ հարություն առնի։ Սակայն սա վտանգ է։ Եթե մարդը կատարյալ խաղաղություն չունեցավ Աստծո հետ, ինքը չի մտնի երկինքի արքայություն։ Պետք է իր սուտ ամբողջովին խաղաղված լինի Աստծո հետ, ոչ թե մեղքի հանդիմանություն։ Եվ լինում է ասեցի սուտ, բայց այս ուսուցումները, մեր ուսուցումները, ասենք ավետարանի ուսուցումները մեզ օգնում են մենք կատարյալ խաղաղություն ձեռք բերենք Աստծո հետ։ Եվ շատ ցավալի է, գիտեք ինչ, երբ որ անգամ տեսնում ես չես կարողանում հասցնել կամ հնարավորությունը չի ներում, դու ինչ-որ միտեղ այդ ժողովրդին Աստծո հասցնես այդ գիտությունը։ Մանավանդ գիտեք ինչ, ամեն անգամ ես դա չէի նկատում, հետո որ հարատևեց այդ վիճակը նոր զգացի, ասենք ես քանի օր առաջ օրինակ մարդ մեր եկեղեցուց կապ չունի ուրիշ եկեղեցուց, եթե Աստծուն հավատացող է մերն է։ Տիրոջ արդարություն թողածների համար չեմ ասում, ընտրությամբ թողել են շեղված։ Իրանք իրաց ցանածը կհանձեն, բայց մարդիկ տեսնում ես, որ կարելի է նրանց օգնել, բայց չես կարողանում, կամ թեկուզ ես մեր խմբի միջի մարդկանց բացակայել են, գնացել են տարբեր երկրներ, մի քանի օրով հյուր են եկել Հայաստան, գալիս են հանդիպում են քեզ, ճիշտ է ինքն այնպես է պատմում, որ հաջողության մեջ են, լավ են, էս են, բայց իմ սիրտը մղկտում է այդ պահին։ Ինքը խոսում է իր համար անդադ սրտում ես աղոթք եմ անում, ինչու, ինչքան բան կար, որ ինքը պետք է իմանար, բացակայության պատճառով չի կարողանում իմանալ։ Չգիտեմ, ինչ ազդեցություն է ունենալու իրանց ընտանիքում, բայց շատ պետք է, իրոք կարիք է, որ ինքը իմանար, բայց չգիտի։ Որովհետև բացակայությունը թույլ չի տվել իրենք ժամանակ տրամադրեն սովորելու։ Ամբողջ ուշք ու միտքը աշխատանք, նոր երկիր են գնացել, ծախսերը շատ են, գրանցում եւ այլ, քաղաքացիություն ամբողջ ուշք ու միտքը դա իրանց դրա վրա է, որպեսզի հանգարց դուրս դեպորտ չանեն, դուրս չհանեն։ Տերն էլ ասում է երրորդ դասերին շատերը, որ պետք է խեղդվեն, փշերը ներկայացնում է հենց այդ աշխարհի զբաղմունքը, հոգսերը, անգամ շատերն են հարստության զեղություն, հարստության պետք է տարվեն, հարստի ասում բարեկամները շատ են, ինչքան շատ ես հարուստ թվում, այդքան քո շուրջը շատ մարդ կա, ինչքան շատ մարդ է, ավելի շատ ժամանակ է քեզ տանելու։
Ես չեմ ասում անպատվենք, անարգենք, բայց վտանգավոր դիրքի մեջ ենք մտնում, երբ որ շատ ենք, օրինակ հարց տանում։ Շատ մարդ է ինձ զբաղեցնելու արդեն։ Ամբողջը իմ հոգևոր կյանքի հաշվին է գնում։ Բաներ կա պետք է իմանանք, իմանաս դու։ Բայց մարդիկ չեն թողնում, զբաղումները չեն թողնում, հոգսերը չեն թողնում, ցավերը չեն թողնում, եւ այլ եւ այլ։ Աստված ձեզ օգնի, իրոք տեսների համար, ով որ Տիրոջ սիրում, ով որ հասկանում է Տիրոջ այդ ծրագիրը սուք է իրան ստեղծում այդ մարդկանց համար, ինչպես Պողոս ասում է, շատերի համար լալով եմ ասում։ Լաց ունեմ, սուք ունեմ այդ մարդկանց համար, որ պակաս են։ Եվ անգամ Տերը Լավոդիկեցին եկեցին, ասում է, գաղջ ես, գոլ ես, ոչ տաք ես, ոչ սառ։ Եթե շարունակես տաքանալ, իմ բենից դուրս եմ գցելու քեզ, այսինքն մի ջուր ես խմում, կարծում ես թե քեզ բավարարի, մեկ տեսնում ես տաք է, անգամ եղել է, շատ ժամ ձեր մոտ եղած կլինի, սպասում ես սառը լինի, տեսնում ես չէ, գաղջ է, սպասում ես որ տաք լինի, որպես թեյ, մեկ տեսնում ես ինչ չի, սառը չես ուզում խմել։ Թեկուզ բերան տարել ես, բայց էդ էլ կմերժես։ Ուրեմն Աստված ձեզ օրհնի դուք հետևեք, շարունակեք մանավանդ Աստծո արդարությունը իմանալու, Աստծո արդարության մասին սովորելու, յուրացնելու, որ վաղը սատանան ձեր մտքի հետ չխաղա, սատանայի օրերը շատ կարճ են։ Այսօր մենք տեսնում ենք, որ սատանան ամբողջ ուժով հենց մարդկանց փրկության վրա է խաղում սուտ արդարություն։ Հիմա ես հարց տամ ձեզ, խնդրում եմ մի նեղվեք, ոնց որ ինքնակնության համար, նաև սովորելու համար, քանի արդարություն գոյություն ունի, քանի տեսակ արդարություն գոյություն ունի, ասա, երկու տեսակ, աստվածային և ոչ աստվածային, հա, տենց ասիր, ասիկը ոչ աստվածայինը որն է, աստվածայինը որն է, մարդկային, ասի ինչ անշարետել է, ոնց ասես, աշխարհի և Աստծո, աշխարհը, որն է այդ աշխարհը, ուրիշ, ճիշտ ես ասում, ես կիսատ ես ասում, Տերը ձեզ օրհնի, լավ, առաջ կգնանք, ուշադրություն դարձրեք, որ շատ արդարություն գոյություն ունի, հաշվել չի լինի, դնեք, ասենց ասած, կալկուլյատորով էլ չի կարա հաշվեք, քանի արդարություն գոյություն ունի, օրինակ, ես ուզում եմ կարդալ Հռոմեացի 10-րդ գլխի առաջին խոսքից, ես ընդհանուր մի հատ օրինակ է, որ մեզ ավելի տեսադաշտ կտամ, Պողոս առաքյալը եղբայր, իմ սրտի փափագը եւ դեպի Աստված աղոթքը, ասենք փափագում եմ եւ աղոթում եմ Աստծուն, ասում եմ Իսրայելի համար փրկության մասին է, որտեղ վկայում եմ նրանց, որ Աստծո նախանձ ունեն, բայց գիտությամբ չէ, որտեղ Աստծո արդարությունը չգիտենալով եւ իրենց արդարությունը կանգնեցնել կամենալով Աստծո արդարության չհնազանդեցին, որտեղ օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացողի համար դեպի արդարություն։ Տեսակ, ընդհանուր շատ խորը խոսքեր ասես, բայց մի հատված եմ ուզում շեշտեմ, որ ասում է Իսրայելի ժողովուրդը թեկուս Աստծո հանդեպ նախանձավոր է, բայց գիտությունով չի։ Ոչ գիտությունով է։ Որտեղ Աստծո արդարությունն է, որ գիտություն չունեն Աստծո արդարության մասին։ Աստծո արդարությունը ինքնին մերժում են իրենցը դնելու համար եւ դրանով էլ փրկություն չկա։ Դրանով փրկություն չկա։ Սա մեկ օրինակ է։ Հիմա վերցնենք։ Իսրայելը ինչի հիման վրա է արդարություն քարոզում իր մեջ եղած օրենքների կարգ կանոնների մտածողության համեմատ, որ ինքը չափանիշները ունի, որ
Դրանով է արդար ճանաչվում։ Այսօր տեսնում եք այո, ամեն տեղ այդպես է, ոչ թե միայն Իսրայելում։ Ամերիկան իր արդարություն ունի։ Իր օրենքներով, իր չափանիշներով արդար ու մեղավոր է որոշում։ Սա Ամերիկայի արդարությունն ասելը չի։ ՕՕՆ-ը իր արդարությունն ունի, իր համաշխարհային օրենքների չափանիշով։ Հայաստանը իրեն ունի, ռուսներն իրենց ունեն։ Գողականներն իրենց չափանիշներ ունեն, որով լավ տղա արդար ու մեղավոր են որոշում։ Կուսակցությունները իրենց ունեն, եզդիներն էլ իրենց ունեն։ Որ արևա պաշտա, այս ինչ պաշտա, այն ինչա պաշտա իրենց կուրքի համար, քեշ արդար եզդի ասենց ասած, բայց ոչ արդար է Աստծո առաջ։ Այսինքն բոլոր ազգերը արդար չեն Աստծո առաջ։ Այսինքն ամեն մի խումբ անգամ, ամեն մի մարդ անգամ, մարդը կա, հենց հավատացած զարմանալի ասում, ես իմ տան մեջ իմ դրած օրենքներ ունեմ, իմ տունը պետք է իմ օրենքներով։ Ասում, Աստծո օրենքը որտե՞ղ է կորել, որ քո օրենքներն ես դրեք տան մեջ, չէ՞ որ ընտանիքի համար էլ օրենք գոյություն ունի Աստվածաշնչում։ Դու ցույց ես տալիս, որ Աստծուն մերժել ես քո ընտանիքում։ Եթե քո օրենքներն ես դրել քո ընտանիքի մեջ, սա Աստծուն մերժում է նշանակում, ոչ թե իմաստուն մի մարդ լավ կանոններ է որոշել իր տան համար։ Այդպես լավ կանոն չկա, որ Աստծուց ավելի լավ կանոն լինի։ Աստծո դրածից, այսինքն։ Ուրեմն քանի արդարություն գոյություն ունի, ժողովուրդ ջան։ Հիմա ասա քույր ջան, շատ ապրես։ Ուրախ եմ, որ շուտ կարծա բացատրել։ Ուրեմն այնքան արդարություն կա, որ կալկուլյատորով չես կարող հաշվել։ Ամեն պետություն իր օրենքի համաձայն արդարություն որոշում, կա կուսակցություններ իրանց, թեկուզ ոչ պետական կառույցները հիմա կան տարբեր տեղում տարբեր։ Միտեղ գողականն են ասում, մյուս տեղը իրենց խմբին ասում են մաֆիա, մյուս տեղին ասում են գանգստերներ, մյուս տեղում չգիտեմ ինչեր են ասում։ Այսինքն բոլոր իրենց մեջ չափանիշ ունեն, որով իրենք արդարանում են, բայց իրականությունում մեջ չեն արդարանում։ Ոչ մեկի արդարությունը իրաց չի փրկի, դատաստանը առաջ են կանգնելու, որտեղ Աստված ունի իր արդարությունը, որն է միայն փրկության պատճառ։ Ուրիշ փրկության պատճառ չկա, ոչ հրեաների, ոչ ռուսներին, ոչ հայերին, ոչ վրացիներին, ոչ օրինակ թուրքերին, Ադրբեջանը, ոչ մեկի արդարությունը իրան չի փրկելու։ Մի արդարություն կա փրկության համար։ Դրա համար ուզում կարդալ Հռոմեացիների 3-րդ գլխից 3-րդի 22-ից ասում է 21-ից կարդամ, բայց հիմա առանց օրենքի արդարություն, Աստծո արդարությունը հայտնված է, օրենքից եւ մարգարեներից վկայված լինելով, այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար եւ այն ամենի վրա, որ հավատում են, որովհետեւ խտրություն չկա, որտեղ ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են։ Ձրի են արդարում նշանակում այն փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսումն է։ Եվ շարունակում է իհարկե ավելի բացատրել, մի հատ արդարություն կա, Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսով։ Ու ձրի Աստված արդարություն փող չի ուզում, գործ չի ուզում, ոչ մի բան, հավատք եւ վստահություն ասում։ Հենց այդպես հետո նոր երբ որ արդարանում են, իհարկե մարդը պետք է որպես արդար ապրի արդարի կյանքով։ Ոչ թե ապրի, որ արդարանա, այլ արդարը դրա համար կարող է ապրել։ Եթե արդար չէր ուզում էր ապրել օրենքով, չէր կարող, մեղանչում էր, դրա համար ասում բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են, ձրի են արդարացնում այն հավատքի ձեռով, որ Հիսուս Քրիստոսն է, այն փրկության ձեռով, որ Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն մենք տեսնում ենք մեկ արդարություն կա միայն Հիսուս Քրիստոսով եղած արդարությունն է Աստծուց, որը մարդուն փրկում է։ Օրենքով չի, ես ինչերով չի, հին ուխտի ձևերով չի, Հիսուս Քրիստոսով է։ Նա է միայն փրկարար։ Այսօր մարդիկ թեկուզ մտքով գնում են, թեկուզ գոմես մեջ ես չեմ ասում անարգենք, հին կտակարանյան ուխտը։
հին ուխտը։ Մեկ իրանք չունեք անարգեք Աստված է դրել, բայց ճիշտ պետք է վերաբերենք։ Հիմա դա ուժի մեջ չի։ Ուզում է ռուսը շինի, այդ ձևեր, ուզում է հրեա շինի, ուզում է ամերիկացի շինի, ով ուզում է շինի, ով ուժի մեջ չի, օրենքի մեջ չի, որտեղ Աստված մերժել է, նա կվերանա նոր ուխտ եմ դնում ասում Տերը։ Եթե Տերն ասում է, պատկերացրեք հին ուխտի ժամանակ Տերը ասեր, օրինակ, պետք է դու ամեն առավոտ, օրինակ, 2 աղավնուձակ կամ չգիտեմ ամեն ինչ-որ, դու գնաս մի հատը կատարես, կամ 4 հատ բերես, Աստված ճիշտ պահանջվածն է ուզում։ Նմանապես, եթե Աստված հին կտականանյան պաշտամունքի ձևը հիմա չի պահանջում, որտեղ ասա հինը անցավ նորն եմ դնում, ինչքան ուզում ես հին տաճարը շինի, զոհեր արա, աղոթք արա, ամեն ծառայություն կար կանով, կտեսնես, որ Աստված մերժում է, որտեղ Աստված չի կարող անարգել Տեր Հիսուս Քրիստոսին, ասի ոչինչ, Հիսուսի արունը հեշ դու կովեր բեր, կամ ուրիշ կենդաններ բեր։ Դա մարդը պետք է հասկանա, դրա համար ասում է, հրեան Աստծո գիտությունը չիմանալով, թեև նախանձավոր է Աստծուն, բայց ուզում է նախանձավոր լինի, եթե ճշմարտությամբ չի, Աստված չի ընդունի։ Այդպես է բոլոր ազգերին։ Հիմա հնդիկներն ասում, մեղքերի թողությունը արդարությունը սրանով է։ Մի ձևն է, շատ ձևեր կա, չեմ ասում, մի ձևն է սա, եթե մորդ առաջ խոնարհվես, այ կարդանաս մեղքերի թողություն։ Չէ, այդ մամաները մերժված են արդարության համար։ Քրիստոսն է արդարությանը նպաստում, ոչ թե այդ ձեր մամաները, որ իրանք են մեղավոր։ Տերը ձեզ պահի։ Ուրեմն ինչ ասում, այո, Քրիստոսով եղած արդարությունը։ Դրա համար շարունակության մեջ ասում է Հիսուս Քրիստոս ձեռով են արդարանում եւ փրկում, որին Աստված առաջուց սահմանած քավություն լինելու համար հավատալով նրա արունին, որ իր արդարությունը ցույց տան այն առաջուց գործած մեղքերի թողության համար Աստծո ներելու ժամանակին, որ իր արդարությունը երևցնի այդ ժամանակում, որ ինքը լինի արդար եւ արդարացնող նրան բութ է դնում, որ Քրիստոսի հավատքիցն է։ Նրան է Աստված արդարացնում, ոչ ով Քրիստոսի հավատքիցն է, ոչ թե ով տաճարի հավատքիցն է, ով հնդկական հավատքից է, ով հայերի հավատքից է, ով պապերի, որ շատերը այսօր բոլոր ազգերի մեջ մենք տեսնում ենք ծրագիրը տրված համաշխարհային ամեն ազգեր թող դառնան իրենց կողքերին։ Սրանք էլ ուրախացած, մենք պետք է դառնանք մեր պապերի, կռապաշտ պապերի, դարձի արդար պապերի հավատքին։ Ինչի է հենց կռապաշտների հավատքն ես ուզում հետ բերես։ Չէ՞ որ երկու տեսակ պապ ունես դու։ Քրիստոսի հավատքով արդար, Ադամի հավատք, թեկուզ Ադամը սխալվեց, բայց նա հավատք Աստծուն էր, Նոյի հավատք, ինչով գրա քո պապեր էլի։ Նաև 5:17-ից 19-ին ասում է, որտեվ եթե մեկի մեղքով մահը թագավորից ամեն մեկի այն մեկի ձեռով, էլ որքան ավելի որ ընդունում է շնորհքի լույսությունն ու արդարության պարգևները, որ կյանքով կթագավորեն այն մեկ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Արդ ուրեմն ինչպես որ մեկի անցանքով ամեն մարդու վրա դատապարտություն եկավ, նույնպես էլ մեկի արդարությունով, այսինքն Քրիստոսի մասին է խոսքը, ամեն մարդկանց վրա կյանքի արդարություն է գալիս, որտեղ ինչպես որ մեկ մարդու անազանությունով շատերը մեղավոր եղան, այնպես է մեկի հնազանդությունով շատերը արդարներ կլինեն, այսինքն Հիսուս Քրիստոսով արդարներ կլինեն։ Ուրեմն ինչ է նշանակում, այո, մեկ արդարություն կա Աստծո, այդ մյուս հազարավոր, միլիոնավոր արդարությունները թողեք։ Ոչ թե մենակ պապերի, ազգային, պետական, էլի մենք պետք է չխախտենք պետական կարգ ու կանոնները, որոնք որ մաքուր են, որտեղ մենք տեսնում ենք այսօր իմանալ պետության մեջ կարգ ու կանոններ կա, որ սրբություն չի։
Ես համարձակվում եմ ասել, դրանց չենազանդվելը մեղք չի Աստծո առաջ։ Ինչ ուզում անում են, դնում են, կոտորում են մարդկանց միլիոններով, արդեն լավ են անում, բայց մայրը, որ մի հատ ճտցնի երեխու քամակին չարցան համար, վայ, բռնեք մորը, դուք անեք, երեխուն ձեռք վերցեք, Եվրոպայում էստեյլ են օրենքներ դրել, կամ Ամերիկայում, կամ բայց դուք ինչքան մարդ եք սպանում, ձեզ ով է դատելու, ինչքան օրենքներով մարդ եք զրկի, մոր արածը տեսնում եք երեխու հանդեպ, որ դաստիարակության համար նա ճտցրեց թշին կամ էլ քամակին մեղադրում եք, բայց ձեզ ով է մեղադրելու, այ անիրավներ, արդարությունը, սա անիրավություն, արդարություն չկան դե, բայց յանք ներկայացնում են որպես մարդասիրություն, մարդու իրավունք, իբր արդարություն, սուտ արդարություն, շուտով Աստվածան վերջը տալու է, գալիս է Հիսուսը, փառք Տեր Հիսուսին, դրա համար ասում է, իրանցն են ուզում կանգնեցնել, Եփեսացիների 3:9 ասում է, եւ նրանում Քրիստոսում գտնվեն ոչ թե իմ արդարություն ունենալով, որ օրենքիցն է, այլ այն, որ Քրիստոսի հավատքիցն է, այն արդարությունը, որ Աստծուց է հավատքով։ Ուրեմն Աստծուց էլ չեմ ուզում ապացուցեմ շատ համարներով, մեկ արդարություն կա, որը կարող է քեզ փրկել, որ դու պետք է սովորես սրա մասին։ Այնպես չի, որ քնում եք մեկ էլ գլուխն ես լցված գիտությամբ, իմաստությամբ։ Այդպես չի, պետք է սովորես, եթե սովորել իմաստ չունենա, ասպես սովորել չէ տա։ Եթե մենք թեկուզ հանկարծ մտածենք, արդարությունը սենց է, բայց սովորած չլնենք, թեկուզ ճիշտ մտածենք, դա երկմտության արժանի է, որտեղ ինչ որ լինում է հավատքի համար, Աստծո խոսքը պետք, որ ասես ճիշտ է, այդպես գրած է։ Բայց եթե գրածը չես հիշում, թեկուզ արդարության միտք է ունենաս, կասես ու կասես, ես շատ եմ անում, սենց եմ ես մտածում, գուցե սա է ճիշտը։ Ու չես կարա հաստատ հավատք ունենաս, որ հաստատել արդարություն բռնես։ Տերը ձեզ պահի, քույր եղբայրներ ջան։ Ուրեմն սովորելը շատ կարևոր է, բաց մի թողեք, սովորական օրեր չեն, շուտով այս օրերից մեկը կփնտրեք, չեք գտնի։ Աստված պահի ձեզ։ Ես ցավում եմ իմ քույր աղբերների համար, որոնք այս հնարավորությունը կորցրել են, չեն սովորում, հնարավորություն չի տրվել։ Մեկը իր խելքից է տենց թողես հնարավորությունը մյուսներ ընտանիքի վիճակն, ասենք գնացել են ընտանիքով, մարդու կնիկ են, մարդը երեխեք գնացել են խեշքույրիկն ինչ անես, դու պետք է գնա, բայց զրկվում է ամենայն դեպս։ Կամ երեխան է զրկվում, կապ չունի, որևէ մեկը ընտանիքի զրկվում է այս հնարավորությունից, սա շատ վատ է, բայց գոնե լրացնելու համար լրացուցիչ հնարավորություն ենք, մտածել ենք, ստեղծել ենք, ասենք, հաղորդումներ կան, կամ տարբեր հավելվածներ կան, որ այդ հավելվածների մեջ մենք դնում ենք քարոզը կամ ուսուցումը, մխում ենք, նայեք, սովորեք, գոնե բաց թողած ինչ-որտեղ լցվի։ Այդ իրանց խղճին, իրանց արդարության, անկեղծության, ինչքանով են իրենց օգնում, այդքան բան։ Հիմա մեզ կխաբեն, չեն անի, իրենք կտուժվեն։ Խաբելով համ մեղք են գործում, համ էլ իրենք զրկված են մնում այդ գիտությունից։ Համար Տիրոջ խոսքը նաև ասում է, իմ ժողովուրդը կորչում է գիտություն չունենալու պատճառով, ոչ թե մենակ հավատք չունենալու պատճառով, այլ գիտություն չունենալու, որտեղ այո, հավատքով արդարացել է, կանգնել է փրկության ճանապարհին, բայց չի շարունակում, այդ ձեռք բերածը կորում է, որտեղ ասում է, այնպիսի բաներ կանի, մինչև անգամ ասում է, եթե կարելի ընտրվածներին, այո, մեկը դες դժվար բաներ են մատուցում, որ հազիվ ես ջոգուսը կեղծավոր սուտ է։ Տեսնում, մարդը գոռում է, ինչ-որ պետության մի ղեկավար, գոռում է, գոռալով մեղադրում է, սրան մեղադրում է, քեզ թվում է հասարակ է,
Բայց ոչ նրա խոսքով այդ ժողովրդի մեջ չափանիշներ են ստեղծում։ Իբր թե իր ասած այս չանելը մեղքի են չանելը, հանցանք են չանելը, հանցանք այս անելը, մալադեց, հերոսի կոչում տվինք, դու շատ մարդ սպանեցիր, բան, մարդկանց հասկացողությունը փոխվում է։ Չես զգում, որ դրա վնաս իշքամ է, բայց վնաս է։ Դու դել արդեն Աստծո չափանիշների համաձայն չես մտածում։ Աստված ձեզ պահապան։ Տերը ձեզ հաստատի ձեր փափագը մեծացնի սովորելու համար, որպեսզի չկորցնեք Աստծո տված հնարավորությունները։ Աղոթք անենք, վերջացնենք։